Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 23-ն է։ Երևանից ինձ արդեն մի քանի տասնյակ նամակով տեղեկացնում են նոր հայտարարության մասին, որը արել է Հայաստանի ճարտարապետների պալատը։ Հայտարարությունը արվել է 172 ճարտարապետ անդամի անունից։ Ես հիմա ուզում եմ, որ դուք ծանոթանաք այդ հոդվածի հետ, այդ հայտարարության հետ, որից հետո ուղերձը սա, կոչը սա, ճարտարապետների պալատի այդ բոլոր 172 անդամ ճարտարապետներին, որ ես քանի ամիս է ես նույն կոչով դիմում եմ, հիմա ստիպված եմ նորից դիմելու, մի հատ նայեք ու կարևորը կասեմ։ Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ։ Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգությունն են հայտնել հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետաինժեներական նախագծային լուծումներով, արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներակառուցվածքային կայունությունը եւ կորում հեղինակային կերպարն ու արտահայրչականությունը։ Ճարտարապետները կոչ են արել նաև անհապաղ դադարեցնել իրականացվող աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ, ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության եւ վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։ Այսօր հերթական հերթապահ այցով Ծիծեռնակաբերդում էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Իդեպ, օրեր առաջ պարզվեց, որ հիմնանորոգման անվան տակ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիշողության տաճարի մույթերի 1966-1967 թվականներին տեղադրված բնօրինակ սալաքարերի ոչնչացումը, դրանց վերածումը խճազանգվածի եւ արդյունքում հուշարձանին անվերականգնելի վնաս հասցնելու վայրակ գործողությունները տեղի են ունեցել առանց համապատասխան ստորագրված պայմանագրի, ասել կուզի օրենքի կոպիտ խախտումներով։ Այսինքն հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են քարուքան տանել պատվիրատու կողմերի ԿԳՄՍ նախարարության ու հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի բանավոր ցուցումների հիման վրա։ Այս տեղեկությունը բազմաթիվ ճարտարապետների ու հանրության ներկայացուցիչների ներկայությամբ հաղորդեց եւ հաստատեց հայ նախագիծ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը։ Միայն այս դրվաղով պետք է հարուցվի քրեական գործ եւ կալանավորվեն առնվազն 3 անձ։ ԿԳՄՍ նախարարը այս փաստը թաքցնելու, հանրությանը ապակողմնորոշելու եւ արձանագրված հանցագործության մեջ մեղադրող անձանց դեմ դատական հայցեր ներկայացնելու համար։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը, պատվիրատու կազմակերպություն, հանցագործության փաստը կոծկելու համար, եւ Էդիտա Գզոյանը, որպես պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ, հանցագործության փաստը կոծկելու, հանրությանը տարբեր եղանակներով ապակողմնորոշելու համար։ Գոնե այս դրվագով Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ այն գոյություն ունի եւ կարողանում է կողմնորոշվել եւ գործել անտեսելով կառավարության կողմից գործադրվող ճնշումներն ու ցուցումները։ Մեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ, սա ներկայացնում են որպես հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին։ Կրկնում եմ, խոսքը հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ հանրապետական նշանակության հուշարձանի դեմ տեղի ունեցած վանդալիզմի մասին է։ Այս փաստի կապակցությամբ լռություն պահպանող ու փաստացի հանցագործության հետքերը իրենց լռությամբ կոծկող հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են դիտվել որպես հանցակիցներ։ Լռող հանցակիցների թվում են հետևյալ անձինք. Արայիկ Հարությունյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Զարեխ Սինանյան, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Վլադիմիր Վարդանյան, ազգային ժողովի падգամավոր, Հարություն Մարության, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն, Եղիշե Կիրակոսյան, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Հովանես Հովանիսյան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Հրանուշ Խարաթյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ Ինչպես տեսնում եք, հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնված երկու անդամները Վլադիմիր Վարդանյանն ու Եղիշե Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբաններ են եւ հրաշալի հասկանում են, որ տեղի ունեցած հանցագործության համար ՀՀ գործող օրենքներով սահմանվում է 5 տարվա ազատազրկում։
Միայն թե պետք է խիզախություն ունենան ու խոսեն համահայկական նշանակության հուշահամալիրի դեմ գործադրված ու անհերքելի փաստերով ապացուցելի վանդալիզմի ու դրա հետևանքների մասին։ Այստեղ, ինչպես ասում են, գաղտնալսումների կարիք չկա։ Այս գիտեք ինչը չեմ հասկանում։ Արդեն քանի ամիս է Լույսի բանակը պաշտոնական հայտարարություններով, ես անձամբ իմ անունից, կոչով, խնդրանքով, դիմումներով, բանավոր, օրը մեջ, ամեն օր, օրը մի քանի անգամ դիմում եմ, բարձրաձայնում եմ, ով կա ճարտարապետներ, ովքեր անհանգիստ են, ովքեր գիտեն ավելի ճիշտ կառուցելու ձևը, արձագանքեք, միասին անենք, ես տեր եմ։ Ախպեր, այս մարդիկ ձեն չեն հանում, չեն արձագանքում։ Երբ որ գնում ենք Ծիծեռնակաբերդ իրազեկելու բոլորիդ, վերահսկողությունը իրականացնելու, ինչ որ միջամտություն, օգնություն, չգիտեմ, սենց, այս մարդիկ չկան։ Ու ոնց որ ինչ որ տենց ստաբիլ, պարտադիր, պետքա մի 5-10 օրը մեկ կամ ասուլիս անեն, կամ հայտարարություն անեն, կամ կլոր սեղան անեն, կամ եսիմ ինչ անեն։ Հիմա ես դիմում եմ այդ ճարտարապետների պալատի 172 անդամ ճարտարապետին։ Սիրելիներս, հարգելի ճարտարապետներ, քանի ամիսա գոռում գոչում եմ, ով կա, եկեք մասնագիտականով տեր կանգնեք։ Ուր եք։ Արձագանքում են Սփյուռքից ճարտարապետներ, ում հետ շատ բարդ է աշխատել, որովհետև պետքա գնաս, վիդեոն միացնես, նայի, հատված է ուզում, մոտիկից նկարի, ուղարկի, գծագիրը ինքը անի, ուղարկի ստեղ, գնաս համեմատես, այսպես պրոբլեմա։ Հիմա կոչս է բոլորիդ, ինչի համար է, օրինակ, Անահիտ Թարխանյանը գնում առանձին ասուլիս տալի, ահավորա, վատա, չգիտեմ ինչա, այո, ճիշտ է ասում, ահավորա ու վատա։ Հայկ Դեմոյանը ընդեղ է ինչ-որ մասնակցում ճարտարապետների հայտարարություններին, ահավորա, վատա, հանցագործությունա, այո, ճիշտ եք։ Հիմա դուք ինչ եք ուզում, ուղիղ հարցս է ձեզ, հանրության առաջ, ձեր ցանկությունը որն է, մերտ տենց ասուլիսներ ու հայտարարություններ անեք, թե իրապես գործը գլուխ բերվի։ Եթե ձեզ չեն թողնում, ես չգիտեմ ինչ խնդիր կա, որ չեք մասնակցում։ Ես հանրային կերպով ասում եմ, եկեք, արձագանքեք հիմա կոչիս։ Ես պատասխանատվություն վերցնում եմ, դուք կմասնակցեք այդ process-ին։ Ինձ պետք են այնտեղ գիտակ մասնագետ ճարտարապետներ 172 հոգուցդ մի հոգին չի արձագանքել ու ես այսօր ունենք այն ինչ ունենք, ես ավելին չեմ, ես մասնագետ չեմ, ես ճարտարապետ չեմ ու աշխատում են այն մարդիկ, ովքեր աշխատում են, սխալ են անում, բերեք ձեր մասնագիտական այդ ապացույցները, փաստերը, տերմինաբանությունը, այդ ամեն ինչը։ Ես կազմակերպեմ, հանդիպենք, գնանք միասին, զրուցենք, ճիշտը դուք եք, ես ձեզ նորից եմ ասում, այդ գործը կշարունակեք դուք ու նորից մեր վերահսկողության տակ կամ միասին նրանց հետ, ովքեր աշխատում են, կամ ես չգիտեմ, ասենք ինչ եք ուզում, ես չեմ կարում հասկանամ։ Ես կարդում եմ ձեր հայտարարությունը, այո, ես էլ եմ այդ վտանգը զգում, ես էլ եմ այդ ցավը տանում, բայց ասենք կոտորվա կոչ անելով հիմա հերթական կոչն եմ անում 172 անդամ ճարտարապետ Հայաստանի ճարտարապետների պալատի ու ոչ միայն ով կա համայն հայության մեջ ճարտարապետ, ովքեր կարան պատասխանատու օրեն, ովքեր կարան ավելի ճիշտ էլ ոնց ասեմ գործին մոտենան ու անեն, եկեք միասին անենք, կարակ ավելի շուտ, եկեք անենք ավելի շուտ, այս պայի դրությամբ ունենք այն ինչ ունենք ու աշխատողները իրանց հաշվարկով ասում են, որ փետրվարին կավարտվի, իմ համար դա ուշ է, այս տեսքը Ծիծեռնակաբերդի իմ համար շատ վատն է, շատ սխալ է, բայց ես դա ուղղելու համար գիտելիք չունեմ, ես ճարտարապետ չեմ, հիմա նորից եմ կոչ անում, խնդիրներ ունեք մոտենալու այդ շինությանը, խնդիրներ ունեք դրա վրա աշխատելու, չգիտեմ, այն ինչ հայտարարում եք, ուզում եք իրականացնեք, ես ձեզ կօգնեմ,
արձագանքեք, կապվեք, միասին գնանք, էլ ոնց ասեմ, ու նորից եմ կոչ անում Անահիտ Թարխանյանին, որ հեսա արդեն օրերը մոտեցել է, մի հատ էլ պետք է ասուլիս տա, Հայկ Դեմոյանին, այն 172 ճարտարապետին, որ հեսա մի 5 օրից մի հատ նոր հայտարարություն, ձեզ պետքա դուք հայտարարություններ ու ասուլիսներ անեք, թե գործը գլուխ բերեք, խնդիր ունեք նորից եմ կրկնում գործին մոտիկ գնալու, ես կապահովեմ, ես կօգնեմ, եկեք միասին գնանք, դուք արեք, Հիմա ժողովուրդ սրանից ավել ոնց է ասվում, ես չգիտեմ։ Մի հատ այսքան դիտորդ կա նայում եք, ով գիտի այդ 172 անդամներից գոնե մեկին։ Մեյլը ունեք ճարտարապետների պալատի, հասցեն ունեք, տարեք, մտեք այդ շենք, այս վիդեոն ցույց տվեք կամ ուղարկեք նամակներով, ասեք բան եք ուզում անեք, գնացեք արեք։ Ես կմիջնորդեմ, կօգնեմ, կաջակցեմ Ես պատասխանատվություն վերցնում եմ ին վրա, արձագանքեք գործ անենք, հերիքը ասուլիս, հայտարարություն, ասուլիս, ասում եմ եկեք գործ անենք ասուլիս, ասում եմ եկեք գործ անենք հայտարարություն, ինչ եք ուզում, ես ուզում եմ, որ դա ավարտվի, ուզում եք ձեր անունը շոշափվի, այլևս իմ անունը ես չեմ տա, մենակ ձերը կտամ, մենակ եկեք խելքի բերեք էտի, հանգել եք բանի հետևից, ով անում, ով արեց, մենք արինք, մենք ճարտարապետ ենք, մենք ենք հայտ, դուք եք, ախպեր, սաղ դուք եք, եկեք խելքի բերենք ես շինությունը, ոնց ասեմ են, մետ խոսք ասում, պոչել չունեմ իրար տամ, ոնց ասեմ, ոնց գորամ, ոնց ցույց տամ, հետո լավ կոտորվա արդեն որի ամիսն է ինչ հիշում եմ ես այս ակցիաներից գոչում եմ ճարտարապետներ ջան եկեք միասին անենք չկան հետում են ասուլիս են տալի հայտարարություն են անում նիստ են անում ինչ գրել եք այդ հայտարարության մեջ քրեական գործ վանդալիզմ 101%-անոց իրավացի եք հիմա իմ ուշու միտքը այս հուշահամալիրի վերակառուցումն է, հետ տեսքի բերելն է, նես չի, որ ես հոդվածներ չունեմ Ժաննայի վրա, մյուսի վրա, այս ամեն ինչը կարվի, կանցնենք դրան, հիմա ուզում եք նորմալ արվի, ես ձեզ վստահում եմ, եկեք գնանք անենք, ես չգիտեմ, ժողովուրդ, էլ ոնց հալնում ասելը, էլ ոնց անեմ ասեք, ուղարկեք, թոտենան, թո մնացածը իրանք որոշեն, ինչ են անում, ոնց են անում, Ես պատրաստ եմ 24 ժամ ուզում եք գիշերը 2-ին զանգեք ուզում եք առավոտ 5-ին կապվեք որ ժամին է հարմար գնանք իրար հետ գնանք նայեք ինչը պետք է արվի այն պահին որ ձեզ կասեն չէ տենց չի այդ են որ ասում է ին վրա կանենք միասին եկեք մի հատ գնանք տենանք դուք ինչ եք ասում իրանք ինչ են ասում ով է ճիշտ ով է ապացուցում փաստացի որ չէ ճիշտը սա է հենց այդ ճշտով էլ կգնա առաջ էլի հեսանիստ էլի հայտարարություն էլի ասուլիս հետո ձեզ դա է հետաքրքրում որ ճիշտ գնա թե ուղղակի այդ process-ն է պետք որ հայտարարություններ ու ասուլիսներ անեք եթե դա է հետաքրքիր ուրեմն դուք իմ հետ կկապվեք իսկ եթե չէ ուրեմն չեք կապվի, կշարունակեք ձեր հայտարարությունները, նիստերը ու ասուլիսները ու անունն էլ կդնեք իբր ցավում եք դրա համար։ Ցավացողը կկապվի, կգնանք կանենք։ Հանրային կերպով ասում եմ, ես տեր եմ, պատասխանատու եմ, աջակից եմ, օգնող եմ, համամիտ եմ, համաձայն եմ ձեր հետ։ Եկեք գնանք անենք։ Մեկ էլ մարդիկ, ովքեր ամեն հաջորդ տեսանյութի տակ գրում են, բացի Ծեռնակաբերդի հարցը ինչ եղավ։ Մեկը առանձին նամակով է գրում, բա ինչ եղավ, ես չեմ հասկանում, եթե դուք իրոք մտահոգ եք, իրոք ձեզ հուզում այդ հարցը, դժվար է ալիքը բացել, վերջի այդ թեմայով տեսանյութը նայել, տեղեկանալ։ Երեք, ասենք, օրինակ էլի, երեք տեսանյութ եմ տեղադրում Ծեռնակաբերդից, այսօր ուրիշ թեմայով տեսանյութ եմ անում, այսօրվա տեսանյութի տակ գրում են, բացի Ծեռնակաբերդը ինչ եղավ, բա ձեր ուշադրությունը ինչ եղավ, բա ձեր մտահոգությունը ինչ, ինձ որ մի բան հետաքրքրի, լրիվ կնայեմ, կգտնեմ, այ երբ որ չգտա նայելուցս հետո այդ վաղտ կասեմ, բա ուր է, ինչ կա։ Հիմա այս
հայտարարությունից հետո վաղնա մյուսը մի հատ ուրիշ տեսանյութի տակ նորից կգրեն, բա ինչ եղավ, բա ոնց եղավ, իբր հետաքրքրվում ենք էլի, հետաքրքրվողը նորից եմ ասում տեղյակա ամեն ինչից, եթե չեք հետաքրքրվում, այդ ստից հարց գրել է իբր անհանգիստ եք, այդ գրելու փոխարեն ժամանակ է գնում, ավելի կարճ ժամանակ գնում է, որ ուղղակի մտնեք ալիքը, վիդեոն գտնեք, վсё բացեք, նայեք, տեղեկացեք 10 կամ 20 րոպեանոց տեսանյութ է, նայած ինչ մանրամասներ է ներկայացվում։ Այս ինչ է, չեմ հասկանում։ Ու վերջում ասելիք շատ կա, ժողովուրդ, շատ տարբեր թեմաներով, ձերբակալություններից մինչև վերածննդի շարժում ամեն ինչ։ Ուղղակի այս տեսանյութը կոնկրետ հիմա սա ուղղված է Հայաստանի ճարտարապետների պալատին, նորից եմ կոչ անում, կապվեք, գնանք միասին աշխատենք, սրանից ավել ասելու բան չունեմ, մնացածը ոնց գիտեք, թերևս այսքանը կկապվեն, թե չեն կապվի, ես ամեն դեպքում այսօրվա ունեցածով, այն ինչ ունենք, ինչ աշխատող ունենք, ինչ ճարտարապետ ունենք, ինչ նախագիծ ունենք, դա առավելագույնն է, կա ավելի լավը, որ այդ 172 ճարտարապետներից մեկը կամ բոլորը միասին կարան առաջարկեն, համեցեք, առաջարկեք, իրականացնենք շատ արագ։ Այսքանը հայր ջան, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։